թեման թվում է, թե յուրացված է, սակայն միշտ մնում են հարցականներ։ Քվոտավորման գաղափարը այստեղ չի աշխատում ըստ էության։ Եթե անհամաչափ է մոտեցումը, ապա որ դեպքում ում օգտին է։ Չի նշանակում, որ սխալ անելու հակվածությունը կանանց մոտ է։ Արդյոք սա խոսում է բացարձակապես քաղաքացիական ակտիվության տեսանկյունից, թե հետաքրքիր է ֆինանսական կողմը այս հարցի։ Քաղաքականության եւ ընդհանրապես իրականության մեջ կարծում եմ ոչինչ բացառելի չէ։ Մենք ինչ ունենք այսօր, երբ որ մենք խոսում ենք քաղաքական քվոտավորման մասին, դրական խտրականությունը եւս խտրականություն եմ դիտարկում։ Մարդկանց, երևույթների եւ իրականության մասին, բաց տեքստով։ Խոսելու ենք թեմաներից եւ երևույթներից, որոնք բերում են ազդեցություններ՝ սոցիալական, հասարակական, քաղաքական եւ տարբեր ոլորտներում։ Տաղավարում աշխատում է Լիլիթ Մակարյանը, ողջույն։ Այսօրվա մեր հյուրն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը։ Ողջույն Տիկին Նավոյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Նավոյան, այսօրվա մեր թեման բնականաբար ընտրական գործընթացներն են եւ ընտրական գործընթացներում եւ դրանցից դուրս նաեւ կանանց ներգրավվածությունը։ Եվ թեմային համահունչ սկսենք ըստ էության ընտրական գործընթացների մասին, կարծում եմ այս թեմայի շուրջ բավականին քննարկումներ են ծավալվել եւ թեման թվում է, թե յուրացված է, սակայն միշտ մնում են հարցականներ։ Եվ թեմայի շրջանակներում ուզում եմ հասկանալ ընտրական բուն գործընթացներում, դրանց նախորդող եւ հաջորդող փուլերում, ընտրական մարմիններում ինչպես է տեղի ունենում կանանց ներգրավվածությունը։ Ես շեշտադրում եմ կանանց, բայց նաև ի նկատի ունեմ գենդերային բաշխվածությունը, սեռատարիքային հարաբերակցությունը, ինչպես է կարգավորվում այս գործընթացը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ընտրական գործընթացները երկարատև պրոցեսներ, ինչպես որ նկատեցիք, նախընտրական, հետընտրական գործընթացներ, մենք պետք է հստակ մեզ համար սահմանենք, որ ընտրական մարմինները կան մշտական հիմունքներով գործող ընտրական մարմիններ եւ կան ընտրական մարմիններ, որոնք գործում են միայն քվեարկության կազմակերպման համար եւ դրանք կազմավորվում են այն ժամանակ, երբ որ հանրապետությունում նշանակում են ընտրություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կամ ազգային ժողովի ընտրություններ եւ այս տարբեր մարմիններում քվոտավորումը տարբեր կերպ է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է մշտական հիմունքներով գործող ընտրական մարմիններին, ինչպես օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, օրենքը կարգավորում է քվոտավորումը, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների պարագայում քվոտավորում որպես այդպեսին չունենք, քանի որ այնտեղ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նշանակման իրավասություն ունեն կուսակցությունները եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եւ քվոտավորման գաղափարը այստեղ չի աշխատում ըստ էության։ Ընտրատարածքային ընտրական մարմիններում նվազագույնը յուրաքանչյուր սեռից պետք է լինի 3 ներկայացուցիչ եւ առավելագույն թիվը պետք է լինի 7։ Այսպիսի կարգավորում է ընտրական մարմիններում, իսկ տեղամասայինի դեպքում մենք որևէ քվոտավորում չունենք։ Ինչ է ցույց տալիս վիճակագրությունը, իրականում ինչպիսի պատկեր է տիրում, արդյոք բավարար բաշխվածություն կա եւ եթե անհամաչափ է մոտեցումը, ապա որ դեպքում ում օգտին է։ Առանձնացված վիճակագրություն ընդհանուր առմամբ է, այսինքն ներգրավվածության վերաբերյալ, բայց յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով որպես այդպեսին չունենք ներգրավվածություն, բայց միանշանակ չի, որ պետքա միայն դրական կողմերից խոսենք քվոտավորման եւ ներգրավվածության վերաբերյալ։ Նախ ուզում եմ նշել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի զարգացման ռազմավարությունը, որտեղ պրոցեսներում ոչ միայն կանանց, այլ նաև երիտասարդների եւ այլ խմբերի ներառականության եւ ինտեգրման հարցերն է քննարկված եւ մեզ համար առաջնահերթ է նաեւ ոչ միայն կանանց, այլ նաեւ երիտասարդների ներգրավումը։ Ունենք նաև բացասական կողմերը, ինչի մասին ես միշտ դրական փորձին զուգահեռ ուզում եմ նաև խոսել բացասականի մասին, որովհետև դրա հիման վրա կարող ենք ավելի բարելավել։ Ես ուզում եմ նշել, որ Երևանի 2023 թվականի ընտրություններից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների որակարման վկայականների
ուժը գործած լինելու վերաբերյալ որոշումներ կայացվեցին անհատական իրավական ակտեր, որոնց հիման վրա 19 քաղաքացու որակավորման վկայական ուժը գործած ճանաչվեց եւ 19-ից 12-ը կանայք էին։ Այսինքն դա չի նշանակում, որ սխալ անելու հակվածությունը կանանց մոտ է, բայց դրական ներգրավվածության հետ մեկտեղ պետք է նաև հաշվի առնենք, որ բացասական փորձը եւս կա եւ պետք է հասկացանք, որ այդտեղ ունենք աշխատանք եւ պետք է նրանց հետ եւս աշխատանքներ տարվի, որ միգուցե կա որոշակի առանձնահատկություն, ես չեմ կարող սա օրինաչափություն համարել, բայց կարող է այնտեղ լինել որոշակի առանձնահատկություն, որ իրենց հետ աշխատանքներում պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել։ Ես բնականաբար չեմ կարող չանդրադառնալ նաև ընտրական գործընթացներին նախորդող վերապատրաստումներին եւ դասընթացներին, որոնց արդյունքում ձևավորվում են նաև ընտրական որոշակի մարմիններ տարբեր օղակներում։ Եվ եթե շատ այսպես ոչ պրոֆեսիոնալ անձն աչքով փորձենք մի փոքր հետազոտություն անենք, դասընթացի մասնակիցների մեջ գերակշռում են ամեն դեպքում կանայք, եւ հետագայում ինչպես է տեղի ունենում այդ հավասարակշռությունը կա արդյոք կանանց թիվն է գերակշռում թե տղամարդկանց թիվը օրինակ ընտրական հանձնաժողովներում Շատ հետաքրքիր հարց եք տալիս, դա կարող ենք նաև տարածաշրջանով առանձնացնել։ Կան քաղաքներ, համայնքներ, որտեղ ձեր ասած տվյալները չեն համապատասխանում, այսինքն կան համայնքներ, որտեղ գերակշռող մասը տղամարդիկ են եւ որպեսզի չառանձնացնեմ, չթիրախավորեմ այդ համայնքներին, պարզապես եթերում չեմ ուզում նշել դրանք որոնք են, բայց մենք կոնկրետ ունենք տարածքներ, որտեղ գիտենք, որ այնտեղ հենց տղամարդիկ են լինում գերակշռող, դա միգուցե կախված է տվյալ տարածաշրջանի մտածելակերպից, մոտեցումներից, հանրային ներգրավվածության որոշակի խոչընդոտներից, բայց կան այլ քաղաքներում, որտեղ զարգացվածությունը կամ հասարակական կյանքի մասնակցությունը մի փոքր այլ է, այստեղ կանանց թիվը իսկապես գերակշռում է, իսկ այդ համայնքներում չենք առանձնացնում, որովհետև ուսումնական գործընթացով առաջնորդվելը միանշանակ չի։ Լիցենզավորումը կամ որակավորման վկայականը յուրաքանչյուր անձ ստանում է 3 տարվա կտրվածքով, իսկ ընտրությունները հնարավոր են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ տարբեր տարիների ձեռք բերած որակավորման վկայականներ կան։ Միգուցե այս տարի միևնույն լսարանում միայն կանայք են, նախորդ տարի եղել են տղամարդիկ եւ այս տարվա օրինակ ընտրություններին կարող են նշանակվել համաչափորեն երկու սեռերից։ Այնպես որ այստեղ առանձին վիճակագրություն չենք տանում եւ չենք էլ կարող տանել, որտեղ նորից եմ նշում, որ նշանակման իրավասությունը կուսակցություններինն է եւ ընտրատարածքներին է եւ այստեղ պահպանել համաչափություն սեռերի միջև փոքրինչ բարդ կլինի մեզ համար։ Շատ լավ, մի վերջին հարց էս վիճակագրության հատվածից, ինձ հետաքրքիր է ինչքանով կա հետաքրքրություն, եթե մի պահ վերանանք սեռատարիքային այս բալանսը պահելու մեր ցանկությունից, ինչքանով է աճում կամ նվազում հետաքրքրությունը որոշակի փուլերում, երբ որ դուք ունենում եք ընտրական մարմիններում համալրման կանչեր կամ դասընթացներ։ Այսինքն ուզում եմ հասկանալ հասարակությունը հետաքրքրված է ընտրական այս գործընթացում տվյալ փուլին ակտիվ մասնակցությամբ, թե ոչ։ Սիրով կարող եմ արձանագրել, որ մենք բավականին մեծ հետաքրքրություն ենք քաղաքացիների կողմից։ Մասնագիտական դասընթացների նախորդ փուլը ավարտվել էր 2025 թվականի դեկտեմբերին, 26 թվականին բոլորովին վերջերս ենք ավարտել եւ ընթացքում է մասնագիտական որակավորման դասընթացների ստուգարկների արդյունքները եւ այս անգամ այս տարվա արդեն 26 թվականի առաջին փուլի համար մենք ունեինք 15300 դիմում, դա նշանակում է, որ ընդամենը 2 ամիս հետո մենք այդքան դիմում ենք ստացել եւ դա բարձր հետաքրքրության մասին է խոսում։ Այո, շահագրգիռ են քաղաքացիները մասնակից լինելու այս գործընթացներին, որովհետև սա հնարավորություն է տալիս ներգրավելու ոչ միայն կուսակցությունների կողմից, այսինքն ոչ միայն քաղաքական ներգրավվածություն է ապահովում, այլ նաև ընտրատարածքների կողմից։ Թեև այս մեր որակավորման վկայականը ստանալուց հետո, երբ որ ձեռք են բերում իրավունք, հետո նաև նշանակվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամ եւ նշանակման պահից քաղաքացիները այլևս չեն ներկայացնում իրեն նշանակողին, իրենք անկախ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ են եւ իրենք քաղաքական քարոզչությամբ այլևս չեն զբաղվում։ Սա նշանակում է, որ իրենց հետաքրքրվածությունը հենց ընտրական գործընթացին է վերաբերելի եւ սա շատ հետաքրքիր ցուցանիշ է այս տարվա համար։ Եթե փորձենք հասկանանք
հետաքրքրվածության մոտիվացիայի աղբյուրը։ Արդյոք սա խոսում է բացարձակապես քաղաքացիական ակտիվության տեսանկյունից, թե հետաքրքիր է ֆինանսական կողմը այս հարցի։ Ես չեմ ուզում ֆինանսական կողմին անդրադարձ կատարել, բոլորիս հայտնի է, որ այո, նրանք ֆինանսական փոխհատուցում են ստանում իրենց աշխատանքի համար, բայց ես ուզում եմ լիահույս լինել, որ քաղաքացիները իսկապես իրենց քաղաքացիական հետաքրքրությունն են ցուցաբերում եւ նաեւ ինչու՞ չէ որոշ մասով նաեւ հասարակական պարտականություն են դա դիտարկում որովհետեւ որպես քաղաքացի իրենք նպաստում են արդար եւ թափանցիկ ընտրությունների իրականացմանը եւ կայացմանը։ Իսկ ֆինանսականը բնականաբար մեր պետությունը հնարավորություն են ձեռել նաև որպեսզի քաղաքացին դրանից ընդամենը փոխհատուցում ստանա, որովհետև քվեարկության օրով չենք սահմանափակվում, մենք գիտենք, որ բազմաթիվ նիստեր են կանցկացնում եւ դրանք իրենցից որոշակի ծախսեր են ենթադրում եւ այս առումով կարծում եմ համաչափ է եւ ֆինանսական փոխհատուցումը եւ հետաքրքրվածության աստիճանը այդքանով է համապատասխանում։ Իսկ առավել մեծ հետաքրքրություն կարծում եմ որպես քաղաքացի են դրսևորում։ Շատ բարի, ես շատ կուզենամ, որ ձեր նշված մոտիվացիայի աղբյուրը իրոք գերակշռի, որովհետև սա խոսելու է նաև ընտրությունների թափանցիկության եւ նաև որակի եւ արդյունավետության մասին։ Անցնենք գենդերային թեմաներին։ Այս թեման եւս ամենաշոշափված, տարբեր բոլոր հնարավոր հարթություններից դիտարկված թեմաներից է եւ ինձ թվում է մասնակցային բյուջետավորման համեմատ եւս հələ թրենդի մեջ գտնվող թեմաներից մեկն է։ Եվ ուզում եմ մենք անդրադառնանք գենդերային թեմային այն տեսանկյունից, թե մենք ինչ ունենք այսօր, երբ որ մենք խոսում ենք քաղաքական քվոտավորման մասին, արդյոք մենք ունենք արդեն ասելիք ավելի որակով եւ ավելի դրական վիճակագրության մասին եւ ինչքանով կարողացանք այն բոլոր մարտահրավերներին դիմակայել, որոնք ի սկզբանե ծագել էին նաեւ այս նորամուծության հետ մեկտեղ։ Նախ ուզում եմ ասել, որ ընտրական օրենսգիրքը քվոտավորում է հետևյալ կերպ, յուրաքանչյուր սեռի նվազ ներկայացված սեռը պետք է ունենա մինչև 30% ներգրավվածություն կուսակցության նախընտրական ցուցակում։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, որ այդքան էլ կողմ չեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հավասարությունը դնում է բոլոր երկու սեռերի միջև, եւ այս պարագայում ես բնական մրցակցությանն եմ կողմ եւ դուք ինքներդ բազմիցս ես նշել եմ մեր հանրային քննարկումների ժամանակ, որ դրական խտրականությունը եւս խտրականություն եմ դիտարկում եւ ցանկալի կլիներ, որ այդ մրցակցությունը բնական լիներ եւ դրա արդյունքում միգուցե հնարավոր լիներ նոր ավելի այլ որակով հանրային կամ քաղաքական գործիչներ ունենայինք։ Դուք հարց տվեցիք որակի մասին, որակը գնահատողական հասկացությունը ես չեմ կարող գնահատել ազգային ժողովի պատգամավորի կամ ավականու անդամի կամ համայնքի ղեկավարի կամ որևէ մեկ այլ անձի գործունեությունը մանավանդ եթերում, ես կարող եմ դա անել ինքս ինձ համար, ես հանրային պաշտոն եմ զբաղեցնում, հետեւաբար գնահատող որևէ գործողություն չեմ իրականացնի, բայց կարող եմ ասել, որ դա նախատեսված է այո որոշակի ներգրավվածություն ապահովելու համար։ Ինչքանով է դա արդյունավետ, քաղաքացիները կարող են իրեն գնահատել, բայց ես միևնույն է շարունակում եմ մնալ իմ այն կողմնորոշմանը, որ պետք է այդ մրցակցությունը լինի բնական եւ պետք է դրա բնական մրցակցության շնորհիվ լինի առաջընթացը։ Թեև չեմ կարող թերի գնահատել այն, որ ընտրական օրենսգիրքը ապահովում է դրա միջոցով բոլոր երկու սեռերի ներգրավվածությունը քաղաքական գործընթացների մեջ։ Քվոտավորման անդրադառնալիս կուզեմ նաև նշել մեր վերջին ձեռքբերումը, որը բավականին հետաքրքիր էր։ Ես կրկին չեմ նշի, թե ինչ հանգամանքներ, ինչ նախադրյալներ կային այս վերջին փոփոխության համար, երբ որ ավականու բազմահանցած կուսակցության ցուցակում որևէ մեկը մանդատից հրաժարվում է կամ ինքնաբացարկ է հայտնում, որ սեռի ներկայացուցիչ, որ հրաժարվում է մանդատից կամ ինքնաբացարկ է ներկայացնում, միևնույն սեռին է տրվում, եւ եթե նվազ ներկայացված սեռից օրինակ այլևս չկա նույն սեռի ներկայացուցիչ, այդ մանդատը թափուր է մնում։ Սա շատ դրական է, որովհետեւ եթե մեր մտածելակերպի մեջ միևնույն է մեխանիկորեն մենք մտածում ենք, որ նվազ ներկայացված սեռը հաստատ կին է, եւ եթե կին է, այս պարագայում մենք հնարավորություն ենք տալիս, որ
այսպես ասած կուսակցությունը կամ խմբակցությունը մաշկի վրա զգա այդ բացասական իրողությունը, այսինքն եթե ինքը թափուր մանդատ ունի, ինքը նաև հետագայում որևէ հարցի շուրջ քննարկում ունենալիս կորցնում է նաև որոշակի քվե, որ իրեն անհրաժեշտ էր այս կամ այն հարցում, եւ սա կարծում եմ լուծման լավագույն տարբերակն է այս պահին։ Ամեն դեպքում, երբ որ մենք խոսում ենք մարտահրավերների մասին, դուք ձեր խոսքում իհարկե ուղղակիորեն չանդրադարձաք մարտահրավերներին, բայց ամեն դեպքում որպես հետևանք նշեցիք փոփոխությունը։ Իսկ փոփոխությունը նաև տեղի ունեցել կոնկրետ այդ նորամուծությունից մի քանի տարի անց, այսինքն մենք նկատել էինք որոշակի գործընթացներ, որոնք դուրս էին եկել այդ նորամուծության դրական համատեքստից, եւ դրա համար որոշակի միջոցներ կիրառվեցին օրենքով արդեն սահմանված, որպեսզի կարողանային հստակեցնել գործունեության սահմանները։ Ճիշտ ենք հասկանում։ Տիկին Մակարյան, քաղաքականության եւ ընդհանրապես իրականության մեջ կարծում եմ ոչինչ բացառելի չէ, եւ այն ինչ որ տեղի է ունեցել որպես բարեփոխում առաջընթաց, դա ունեցած որոշակի իրականության բացառման համար է եւ կարծում եմ, որ այս ամենը բացառելուց հետո հնարավոր է դրական առաջընթաց ունենանք։ Ամեն դեպքում կարգավորումները օգնում են, որպեսզի դրական առաջընթաց լինի։ Վերադառնանք բնական մրցակցության ձեր նշած համատեքստին, որը չեմ կարող շրջանցել։ Եթե մենք խոսում ենք գենդերային հավասարության մասին, միանշանակ ընդունելի է ձեր եզրույթը բնական մրցակցության մասին, որովհետև բոլորը գտնվում են հավասար պայմաններում, այստեղ չենք շեշտադրում կանանց կամ տղամարդկանց, շեշտադրում ենք ընդհանրապես երկու սեռերին։ Եվ եթե մենք դնում ենք երկու սեռերին հավասար պայմաններում, բնականաբար բնական մրցակցությունը իրատեսական է համարվում։ Իսկ եթե մենք խոսում ենք գենդերային արդարության մասին, այս դեպքում ինչպես ենք կարողանում համատեղել այն բնական մրցակցության հետ, եթե սեռերից մեկը գտնվում է ոչ հավասար պայմաններում մյուսի նկատմամբ։ Կարծում եմ ցանկացած ոլորտում, այդ թվում տնտեսության, կրթության, առողջապահության եւ կյանքի որևէ իրավիճակում արդարություն փնտրելը բոլորիս համար առաջնային է կամ շատերիս համար առաջնային է եւ այն անձինք, ովքեր որ արդարության հետևից են գնում կամ ջատագովն են, իրենք կգտնեն հաստատ այդ արդարության ճանապարհը։ Դա կլինի սեռային հիմքով պայմանավորված, գենդերային հիմքով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը այս բոլոր հիմքերը բացառում է խտրականությունը եւ այդ թվում սոցիալական ծագումն է այնտեղ նշված եւ այս խտրականությունները հաշվի առնելով մենք պետք է դա բացառենք, լինի դա մեր իսկ գործողություններով, լինի դա օրենքը վկայակոչելով, լինի դա իրավական կարգավորումները փոփոխելով, բարելավելով այս բարեփոխումները, մենք պիտի հասնենք դրան եւ կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի, ով իրեն Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի համարում այդ արդարության ետևից պիտի գնա եւ այստեղ նորից կարճել սեռերից կարծում եմ անտեղի է եւ ինչու ոչ միգուցե կան տղամարդիկ, որոնք փնտրում են այդ արդարությունը իրենց վերաբերյալ որոշակի խտրականություն տեսնելով։ Ես գտնում եմ, որ այդ բնական մրցակցությունը պետք է լինի, այդ թվում ինչու՞ չէ յուրաքանչյուր սեռ իր տարածքում։ Տղամարդիկ իրանց սեռի շրջանակում, կանայք իրենց սեռի շրջանակում եւ այդ բնական մրցակցության արդյունքում պիտի լինի լավագույնի դուրսբերումը եւ այդ ամենը պետքա ծառայի իշա Հայաստանի Հանրապետության եւ բնականաբար իշա հայ քաղաքացուն։ Ամեն դեպքում մի փոքր ամփոփելով այս մրցակցային թեման, ուզում եմ նաև հիշեցնել, որ ինձ համար որպես բացահայտում հետաքրքիրն այն էր, որ մենք ունենք ընտրական գործընթացների մեջ մեծամասնական ընտրական կարգ, որը վերաբերվում է կոնկրետ որոշակի համայնքներին, որը եւս ձեր դրական խտրականության տեսության սահմաններում է։ Կարծում եք արժեր, որ դա լիներ, թե ուղղակի մենք փորձենք բնական մրցակցության տեսանկյունից գնանք եւ թույլ չտանք որոշակի ինքնություն ունեցող համայնքների մնային առանձնացված տիրույթում։ Մենք մեծամասնական ընտրակարգը պահպանված է համայնքներում, բայց դա չի նշանակում, որ մյուս համայնքներում չկան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։ Դուք դա նկատի ունեք, որ մեծամասնական ընտրակարգը պահպանված է այդ համայնքներում։ Դա չի բացառում, որ համամասնական ընտրակարգով անցկացվող
ընտրությունները անցկացվում են նաև անցկացվող համայնքներում եւս կան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ եւ դա չի նշանակում նաեւ որ իրենք չեն հասել այնտեղ որ X կուսակցության ցուցակում կարող է լինել առանց այդ դրական խտրականությունը հաշվի առնելու այսպես թե այնպես համամասնական ցուցակում եւս հատուկ բաժնում ազգային փոքրամասնությունները որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում ունեն իրենց քվոտան այնպես որ դա եւս դրական քայլ է մենք բոլոր պարագաներում եւ համամասնական եւ մեծամասնական ազգային փոքրամասնություններին ներգրավման քաղաքականություն ենք վարում մեր իրավական կարգավորումներում Որպես ամփոփում մեր այսօրվա զրույցի ես կցանկանայի որպեսզի դուք նաև ներկայացնեք որոշակի օրինակներ միջազգային փորձից ես վստահ եմ որ դուք ունեք շատ հետաքրքիր օրինակներ այս մասով քանի որ որոշակիորեն տեղյակ եմ նաև ձեր գործունեությունից եւ ինչքանով ենք մենք առաջատար դիրքերում գտնվում մեր ընտրական գործընթացների կազմակերպման եւ ձևաչափում ու ինչքանով հետաքրքիր փորձառություններ կան որ օրինակ դուք միգուցե կցանկանայիք տեսնել Ընդհանուր քվոտավորում ասելուց մենք միշտ առաջին հերթին քաղաքական քվոտավորմանն ենք անդրադառնում, բայց երբ որ դիտարկում ենք օրինակ նույն քաղաքական քվոտավորման մեջ մենք ունենք բավականին հետաքրքիր փորձ կուսակցությունների մասին օրենքով նախատեսված, երբ որ ասում է եթե ղեկավար մարմնում կանանց ներգրավվածությունը 40% եւ ավել է, ապա պետական նպատակային ֆինանսավորում ունենք, օրինակ դրա կեսն է տրամադրվում եւ այդպես համաչափությամբ իջնում է, օրինակ կանանց թիվը 20%-ից պակաս է, այս դեպքում պետական նպատակային ֆինանսավորումը ընդհանրապես չի տրվում։ Սա օրինակ քաղաքական ֆինանսավորման տեսանկյունից է մոտիվացնող, այսպես ասեմ։ Բայց մենք ունենք նաև տնտեսական կողմով քվոտավորում, որի մասին Հայաստանի Հանրապետություն դեռևս այսպես լայնածավալ խոսակցություններ, քննարկումներ չկան, որի մասին ես ավելի շատ կուզենայի, որ լիներ, այսինքն մասնավոր ոլորտում, մասնավոր գործունեության ոլորտում կանանց թիվը ավելացնելու կամ իրենց շահագրգռվածությունը մեծացնելու կարիքը այս պահին կա։ Այսպես որ դիտարկում եմ, ես կարող եմ դիտարկել օրինակ քաղաքական քվոտավորումը զարգացող երկրներում, որը օրինակ Ռուանդան է 1994 թվականից հետո, երբ որ սկսեցին խորհրդարանում կանանց քվոտավորում մտցնել, կայծակնային այսպես աճ տեղի ունեցավ եւ կանանց թիվը 60% անցավ խորհրդարանում։ Սա եւ դա սահմանափակված չէր իրանց քվոտավորմամբ, դա ավելի շատ էր, քան նախատեսված էր ըստ քվոտավորման։ Երբ որ խոսում ենք զարգացող երկրների պարագայում, իրենք այստեղ քվոտավորումը չեն դրել խորհրդարանական կամ քաղաքական ներգրավվածության մասով, այստեղ իրենք արդեն զարգացած երկրներում ներողություն եմ խնդրում, արդեն դրվում է տնտեսության մեջ, այսինքն մասնավոր տնտեսական կազմակերպություններում կանանց թիվը սահմանվեց, բայց դա 2000-ականների սկզբին էր, որ պետք է ավել լինի, քան 40%-ը, եւ այս պարագայում իրենց թվի աճը տեսանելի էր ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև քաղաքականության մեջ, այլ նաև սոցիալական ոլորտում, եւ սա հետաքրքիր ցուցանիշ հանդիսացավ։ Իսկ ընտրական գործընթացների մասին, երբ որ մենք խոսում ենք, քվոտավորման մասին կրկին ասում եմ, շատ լավ է, որ մենք այն ունենք եւ կարող է ավելի շատ լինել եւ կարող է ինչ որ մի պահի հասնենք, իսկ ես լիահույս եմ դրանում, որ կհասնենք այն պահին, երբ որ մենք բնական այդ հավասարությունը կունենանք 30-րդ հոդվածն է, չէ՞, սահմանադրության կանայք եւ տղամարդիկ հավասար են, իրավահավասար են, հետեւաբար նրանք կունենան հավասար հնարավորություններ նաեւ լինելու ընտրական գործընթացներում հավասար։ Իսկ ընտրական գործընթացները Հայաստանի Հանրապետությունում ես ունեմ այդ մեծ հպարտությունը, այսպես ասեմ, որ բավականին բարձր է մեր ընտրական գործընթացների որակը, դիտարկելով բազմաթիվ զարգացած երկրների փորձը, Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը բավականին զարգացած է, բավականին թափանցիկ է եւ դրա համար պետք է պարզապես շարունակենք պահպանել մեր կամքը, այդ թվում ունենալով տեղամասային ընտրական հանձնաժողովներում կոմպետենտ, ուսուցանված եւ գրագետ ու իրազեկ քաղաքացիներ։ Տիկին Ավոյան, շնորհակալություն եմ հայտնում գեղեցիկ հետաքրքիր զրույցի համար եւ մեր հեռուստադիտողներին հիշեցնում եմ, որ բաց տեքստով հեռուստաձրագիրը իրականացվում է նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ եւ հիշենք, որ դրական խտրականությունը եւս խտրականություն է։